Ինչ ակնկալներ ներկայացնում մեր արդարադատությունը։ Մենք դաշինք ենք կազմել եւ ակնկալիքները հետեւյալն է, որ մեր ակնկալիքները հետեւյալն է, որ պետք է ուժերի համադրումով հասնենք վերջնական հաղթանակի եւ շատ բազմիցս անգամ հայտարարել ենք, որ կարճաժամկետ գերական նպատակ ենք հետապնդել Հայաստանի զարգացման թիվ 1 խոչընդոտին հունիսի 30-ին հեռացնելով։ Ինչ վերաբերում է արդարադատությունից, բնականաբար Նիկոլ Փաշինյանի արդարադատությանը պետք է վերաբերվել այնպես, ինչպես իրանք են վերաբերվում երկրին, հայ ժողովրդին եւ դատական մարմիններին, այսինքն մատների արանքով եւ նույնիսկ եկեք այսպես ձևակերպենք, արդարադատություն եւ Նիկոլ Փաշինյանի ժամանակահատված դրանք որևէ ավերժ չունեցող հայտարարություններ։ Տեսեք դարձին կազմեցիք Սամվել Կարապետյանի հետ, այս ընթացքում այսպես տարբեր տևերից գոչեր էին հնչում, որպեսզի ընդդիմությունը ընդհանուր միանա, մեկ կամ երկու խոշոր ճակատով մասնակցին ուսումններին, այսպես իշխանությունների վերարտադրությունը փորձելով կասեցնել, սակայն տեսնում ենք, որ ըստ էության այդ մեծ կոնսոլիդացիաները տեղի չունեցան։ Ումեք վերջնացում կասել։ Դեռ վաղ է դրա մասին հայտարարել, որովհետև բոլոր միացող ուժերը համենայն դեպս դաշինքի 3 անդամ կուսակցությունները նոր համագումար են դրել եւ կարծում դեռ վաղ ենթադրություններ պետք չի անել, հնարավոր են դեռևս միացումներ եւ միացում եւ լայն կոնսոլիդացիա ասվածը պետք չի պատկերացնել, որ բոլոր կուսակցությունների եւ բոլոր քաղաքական ուժերի միացում։ Կան քաղաքական ուժեր, որ մենք ինքներս չենք ցանկանա որ միանան։ Օրինակ գոյություն ունեն Նիկոլ Փաշինյանի սապերի ուժեր, որ իրան չի կարելի համարել ընդդիմադիր ուժեր եւ չի կարելի նրանց ընդհանրապես կոնսոլիդացնել։ Հետևաբար այս կոնսոլիդացիան, այս տեսքով կարծում եմ արդեն բավարար է Նիկոլ Փաշինյանին տապալելու համար։ Ակտիվ ներգրավված փոխի կանգնած տեսվարողներ եւ ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ, ինչ-որ բառից դադարեցին այդ ակցիաները։ Իրը լուծվեց, թե այնուամենայնիվ այդ մարդիկ այսպես նացին, քանի որ նշում էին, որ ակցիաների ֆոնին իրենց օրինակ դիմավորված անձինք էին ջուրգնում, անգամ աղաց էին գրավում։ Տեղեկությունեք ինչ է եղած վերջում նրանք ճակատագրվում։ Ժամանակավոր դադար է, որովհետև նախընտրական ժամանակահատվածում միշտ եղել են ժամանակավոր դադարներ եւ X փուլի հասարակական ակցիաներից եւ հասարակական գործունեություններից պետք է անցում կատարենք քաղաքական գործունեություններ։ Այսինքն նույն տնտեսվարող սուբյեկտների հանդեպ ռեպրեսիաների եւ նրանց հարկադրույքների ավելացումները, համատարած հայտարարման համակարգ եւ այլն, այո, դրանք հնարավոր է եղել ժամանակավորապես հետաձգել, բայց հասել ենք արդեն այնպիսի հանգրվանի, որից հետո քաղաքական է լուծում, այսինքն իշխանության հեռացում, որպեսզի խնդրի վերջնական կարգավորում տեղի ունենա։ Հետևաբար թողնել ենք ժամանակավորապես հասարակական եւ այդպես քաղաքացիական ակցիաների ֆորմատով պայքարը եւ անցում ենք կատար քաղաքական պայքարի։ Քաղաքացիների ճակատագիրը շարունակվում է, որովհետև հարկային բեռը տաների չէ տնտեսվարողների համար, նամանավանդ միկրո եւ փոքր բիզնեսի համար։ Տեսեք, խոչընդոտները բազմաթիվ են, սկսած օնլայն առևտրի շարունակական աճից, որոնք խոչընդոտում են օֆլայն առևտուրներին, վերջացած հարկադրույքներով, բանկային տոկոսադրույքներով, վարձավճարների թանկացումները, դրանք բոլորը խոչընդոտներ են։ Բայց քանի որ ժամանակավոր են եւ բոլոր ունեն ակնկալիքներ, որ շուրջ 1-2 ամսից տեղի կունենա իշխանափոխություն եւ հնարավոր է adekvat տնտեսական քաղաքականության շնորհիվ վերականգնել փոքր եւ միջին բիզնեսի բիզնես միջավայրերը, հետեւաբար բոլոր ժամանակավորապես պես բանի սպասում են։ Պարսակցան ձեր ցուցակի հրապարակած ցուցակի առաջին 3 տասնյակից տեսան ինչով է դա պայմանավորված եւ ներերել։ Չեք է տեսնելու հաջորդներ դիտնտեք չեն լինելու, որովհետև իմ գործունեության նպատակը չի եղել պատգամավորական մանդատը կամ որևէ պաշտոն ստանձնելը։ Եթե նպատակը Հայաստանի Հանրապետության զարգացումը եւ հարաբերումն է, դրա համար կան բազմաթիվ գործիքներ։ X փուլի եթե պետք է լինի, այդ տեսեք ես նոր նկարագրում էի գործընկերոջը, որ կամ պայքարի տեսակներ, հասարակական պայքար, քաղաքական պայքար եւ այլն։ Եթե մենք խնդիրը կարողանում ենք ախտորոշենք եւ դա իրականացնել ենք, խնդիրը նկարագրում ենք, այնուհետեւ լուծման ուղիները տրամադրում ենք, ակնկալվող արդյունքները հիմնավորում ենք, եթե կա կատարող մարդ, ապա մենք մեծ հաճույքով ուղղակի խորհրդատուի դերում անդադ կառավարություններին ուղղորդենք, որպեսզի Հայաստանի նպաստ Հայաստանի Հանրապետության գործեն։ Վերջնական օղակում եթե տեղի ունենում խնդիր, այսինքն կատարողը կոմպետենտ չի եւ չի կարող խնդիրը լուծել,
արդեն ստիպված ես լինում այդ կադրային քաղաքականության մեջ գրավել անձամբ կամ քո թիմակիցների տեսքով։ Հետևաբար եւս մեկ անգամ հայտարարում եմ, ընդհանուր պատգամավորական ցուցակում ինձ խնդրել է անիմաստ է, այս փուլում ես չեմ գտնում, որ պատգամավորական գործունեություն ծավալելու իմաստն։